մենք պանդուխտի հոգեբանություն ունենք, մենք սիրում ենք պանդխտել եւ մենք խոսում ենք մեզ համար որպես անհատ, բայց պանդխտելը մենակ բան չի, ֆիզիկապես տեղաշարժվելը չի։ Պանդխտելը այդ նաեւ այնա, որ դու քո տեղում նստած, բայց դու պանդխտում ես անընդհատ։ Որովհետեւ ես էլի հարց եմ տալիս, ասում եմ, սիրելի հայրենակիցներ, ինչի է որ Գերմանիայում կամ բանում Իտալիայում ֆուտբոլի թիմերը կարան լինեն Միլան, Ռոմա, չգիտեմ, ես այդպես մեծ էքսպերտ չեմ ֆուտբոլի, Մարսել Ֆրանսիայում կարան լինի, Փարիզ Սեն-Ժերմեն կարան լինի եւ այլն։ Հայաստանում ֆուտբոլի առաջնության ցանկը նայում ես Ալաշկերտ, Վան եւ այլն։ Ոնց որ մի հատ Շիրակ կա, այն էլ խորթային միությունից ինչ որ ձևերով այդ իրավակազմակերպական ձև մնացել է։ Հա, Արարատ, ինչի է որ սուպերմարկետ որ բացում ենք, մեր առաջին միտքն է նա, որ Իրանը կամ Ադանա պետք է լինի, կամ Վան, կամ Մուշ։ Ինչի՞ց է դա։ Ինչի՞ց է։ Մենք պետք է առերեսվենք։ Ինչի՞ չի կարող լինի ֆուտբոլի թիմը Հրազդան, ով կարա բացատրի։ Ինչով է Դիլիջան անունը։ Արտաշատը մեր պատմական մայրաքաղաքն է։ Մեր ինքնության բանն է, առանցքն է։ Ինչի՞ չկա Հայաստանում Արտաշատ անունով ֆուտբոլի թիմ։ Արմավիր անունով ինչի՞ չկա ֆուտբոլի թիմ։ Արարատի հետ կապված ես պրետենզիա չունեմ, որովհետև մենք Արարատ քաղաք ունենք։ Այդտեղ խնդիր ես չեմ տեսնում։ Այսինքն սրանք հարցեր են, որոնք մենք պետք է առերեսվենք։ Հաջորդ հարցը, երբ որ այս ամեն ինչը տեղի է ունենում, չէ, այս պատմությունը, մեկ էլ ինչ որ երբ որ քննարկվում է թե ովքեր են դավաճանները եւ ովքեր են պատրիոտները, հայրենասերները, սկսում ես մտածել հայրենասեր բառի մասին եւ սկսում ես մտածել հայրենասիրության մոդելի մասին եւ սկսում ես մտածել, ասում ես հիմա ինքդ քեզ հետ խոսում ես, չէ՞, դու քեզ հարց ես տալիս, ասում ես ես հայրենասեր եմ, թե հայրենասեր չեմ։ Հիմա լավ, այսքան մարդ որ ասում է դավաճան եւ այլն, բայց այնուամենայնիվ դու քեզ հետ խոսա, դու հայրենասեր ես, թե հայրենասեր չես։ Ու սկսում ես մտածել, մեկ է գալիս ես, ուզում ես մոդելավորես հայրենասիրությունը։ Ուզում ես գրատախտակի վրա նկարես, մոդելավորես հայրենասիրությունը։ Հետո սարսափով արձանագրում ես, որ քո հայրենասիրության բոլոր սիմվոլները առանց բացառության ստեղծվել են 40-ից 75 թվականների։ Եվ ասում ես, բայց մի րոպե, ո՞նց կարա տենց լինի։ Ո՞նց է, որ անընդհատ, ո՞նց է լավ, այս հայրենասիրության մոդելը, որ ստեղծվել է, բա այդքան կարդացել ենք, որ Խորհրդային Միության գլավլիտը, ամեն տառը, ամեն նախադասությունը պետք է ունենար թույլտվություն, պետք է ունենար հնարավորություն, բա ո՞նց որ մեր հայրենասիրության մոդելը, ո՞նց որ Չարենցին ու Բակունցին Խորհրդային Միությունը 37 թվին ոչնչացրեց ու հանկարծ ընդ որում մի մասին գուլագներից հետ բերեցին։ Ասին հələ ինչեր ունեիք, հələ մի հատ բերեք տենանք ինչ կա, ինչ էիք գրել կամ ինչ սևագիր կամ նախագիծ ունեիք։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Մենք այս հարցերին պետք է առերեսվենք, թե չպետք է առերեսվենք։ Մենք խոսում ենք մեր կախվածությունների մասին։ Եվ մենք դժգոհ ենք մեր կախվածություններից, ճիշտ է։ Մենք մեր կախվածությունն էլ պետք է մոդելավորենք։ Այդ ինչ է այդ կախվածությունը, ինչի վրա է հիմնված այդ կախվածությունը։ Այդ կախվածությունը հիմնված է մենակ մի բանի վրա, մեր միջավայրի նկատմամբ մեր վախից։ Այսինքն մեզ կախված լինելու համար պետք է մենակ մի բան, վախ մեր միջավայրի նկատմամբ։ Եվ ընդ որում այդ վախը ունի օբյեկտիվ հիմքեր, հարցը դա չի, դրա մասին չի։ Բայց խնդիրն է նա մենք այդ վախը ուզում ենք կառավարենք, որի արդյունքում մենք ունենանք անկախություն, թե մենք թողելու ենք, որ մեզ շարունակեն կառավարել մեր վախերով։ Ընդ որում, երբ որ մեզ շարունակում են կառավարել մեր վախերով, շատ լավ էլի համաձայն ենք, ինչ որ մի մասով մենք գիտակցված կառավարվում ենք այդ վախերով։ Բայց երբ որ եկավ այդ գիտակցության առարկայացման ժամանակը, ես նկատի ունեմ 20-ից 22 թվականներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Պարզվեց, որ այդ ոչ մի բան ընդհանրապես 0, ոչ մի արժեք չունի։
Հետևաբար մենք պետք է այս հարցերին անդրադառնանք, թե չպետք է այս հարցերին անդրադառնանք։ Ես կարծում եմ, որ պետք է այս հարցերին մենք անդրադառնանք։ Եվ իմ կարծիքով մեր մեծագույն խնդիրն է, որ մենք ինքներս մեզ չենք ճանաչում, մենք չգիտենք մեզ։ Մենք չենք ճանաչում բառից բուն եւ փոխաբերական իմաստով։ Բառից բուն իմաստով չենք ճանաչում, որովհետեւ Հայաստանի շատ չնչին տոկոսն է մարդկանց, որ Հայաստանի տեսարժան վայրերում եղել է։ Այն տեսարժան վայրերում, որոնց մասին մենք խոսում ենք, երգում ենք եւ այլն, նկարում ենք, գրում ենք, մենք մեր երկիրը չենք ճանաչում։ Եվ մի ուրիշ դրվագել եմ ուզում, կներեք երկարացնելու համար, ուղղակի ես գնացել եմ Բերդ խոշորացված համայնքի Չորաթան գյուղ եւ չնախատեսված ինձ մոտենում են, ասում են, գիտեք ինչ, այստեղ գեղագիտական կենտրոն կա, երեխեքը նկարում են բան, մտեք մի հատ, խնդրում եմ մտեք նայեք։ Ես ասում եմ շատ լավ, հաճույքով կմտնեմ կնայեմ։ Այդ ընթացքում 15 րոպե երեխեքը պատրաստվում են, բերում են այնտեղ շարում են իրանց նկարած նկարները։ Բերդ Չորաթան գյուղ։ Մտնում եմ նկարածա, ասում եմ, այս ինչ ես նկարել, երեխան կողք կանգնած է, ասում է Մասիս սարն է, ասում եմ շատ լավ։ Հաջորդիվ գնում եմ, ասում եմ ինչ ես նկարել, նկարել է ցեղասպանության հուշահամալիրն է։ Հաջորդը ինչ ես նկարել, էլի ոչ թե անցյալի հետ կապված, ես հետո անցյալի հետ սկզբից շատ սովորական էր, ինձ նորմալ էր, մինչև այդ պահը, որ ես տենց մի հատ պատուհան կար, այդ պատուհանից նայեցի, պատկերացնում եք Բերդում այդ բնաշխարհը, պատուհանից նայում եմ, տեսնում եմ հոյակերտ սարեր են երևում, անտառներ, ու ուզում եմ հարցնեմ այդ պահին, բայց չեմ հարցնում, չեմ ուզում երեխեքի հետ տենց ինչ-որ խոսակցություն լինի, ու վերադառնում եմ, հետո գործընկերներին ասում եմ, այս բոլոր նկարները անպայման ֆոտո արեք, հետո գալիս եմ Երևան, ասում եմ, մեծ տպեք այդ երեխեքի նկարած ֆոտոները, հետո մի խումբ մտավորական գործընկերների, ում հետ որոշակի նաև հարաբերություն կա, հրավիրում եմ ու իրանց հետ սկսում եմ քննարկեմ, ասում եմ, կարաք ինձ բացատրեք, ինչի էս երեխեքը իրանց պատուհանից երևով, իրանց միջավայրում երևացող այդ հոյակապ սարերը, այդ լեռնաշխարհը, այդ բնությունը չեն նկարում։ Այս նկարների մեջ չկա ոչ մի առանձնահատկություններ էր, որ չկար ոչ մի բան, որ երեխեք չհարցրել, գուցե իրանք ոչ մի անգամ չեն տեսել։ Չկար ինչ-որ բան, որ իրանց ամենօրյա կյանքի հետ առնչվում է։ Ամենօրյա կյանքի, կարան իրանց շանը նկարեին, կարան սարը նկարեին, կարան իրանց գյուղը նկարեին, կարան իրանց փողոցը, իրանց դպրոցը, իրանց ընկերուհուն, իրանց ծնողին, իր տատիկին, իր ուսուցչուհուն, ուսուցչին, բայց ոչ մի բան։ Եվ դա շատ ծանր տպավորություն թողեց իմ վրա, այն առումով, որ ես հասկացա, որ մենք նաև կրթական համակարգով մենք մեր երեխեքի կտրում ենք իրանց իրական միջավայրից եւ դնում ենք մի հատ ուրիշ հարթության վրա, որտեղ է այդ հարթությունը եւ ուրա տանում այդ հարթությունը այդ երեխեքին։ Դնում ենք իդեալի հետևից մրցավազքի մեջ, մինչդեռ իրանց միջավայրը, որտեղ իրանք ապրում են, իդեալը է դա։ Իրանք եթե այսօրը մենք իդեալ չհամարենք, մենք երբեք իդեալ չենք ունենա։ Որտեղ իդեալականը է սա, հիմա այսօր մենք ստեղ իդեալական միջավայրում նստած քննարկում ենք։ Այն տրամաբանությամբ, որ այս միջավայրն է իդեալի մեր ընկալումը ավարտունը։ Մինչդեռ չի կարա ավարտուն լինի, ոչ մի բան չի կարա ավարտուն լինի։ Երբ որ մենք սկսում ենք գիտակցել, որ իդեալն էլ ավարտուն չի, այդ ժամանակ այսօրը իդեալ համարելը դառնում է շատ տրամաբանական։ Որտեղ եթե հասել ես իդեալին, բա ինչ անես, ավարտվեց ամեն ինչ։ Ավարտվեց ամեն ինչ։ Իսկ երբ որ ամեն ինչ ավարտվեց միսիան, ավարտվեց կյանքը, ավարտվեց բովանդակությունը, ամեն ինչ։ Եվ հետևաբար, որպեսզի մենք մեր բանաձևերը փոխենք մեզ առաջ մղող, մենք այն ինչ որ երազանքը հիմա է, մեր երազանքը իրականացվել է, ամեն օր մեր երազանքները իրականանում են, ամեն օր մեր երազանքներն իրականանում են։ Երբ որ մենք սենց սկսենք մտածել, հա, այսօր դուք ասեցիք ձեր երազանքը այսօր իրականացել է, բայց կներեք ձեր երազանքը երեկ էլ էր իրականանում,